Գիտեք ինչ, ամենակարևորը, որպեսզի մենք դնենք մեր գիծը դնենք այդ փուլի տակ, դա անկրկնելի մի երևույթ էր հայ ժողովրդի պատմության ընթացքում այդ սովետական 70 տարիները։ Շատ ապուշներ, անասուններ ասում են կոմունիստական ստրկություն, հազարոմի հիմարություն, դա չենք հիշում։ Հիշում ենք բյուրականը, հիշում ենք հրաշալի պատկերասրահները, ֆանտաստիկ օպերան, հրաշալի նկարիչներն ու հոգեկան ամենաբարձր թռիչքները տարբեր ուղղություններով եւ դա էր կարևորը ազգը կանգնեց հզոր իր հասակով եւ ցույց տվեց թե ինչ պոտենցիալներ ունի ցավոք սրտի հիմա ինչ որ բան տեսանելի է երեք ուժեր են առաջ եկել գանք դրան հիմա ես դրան մոտենամ եւ ասեմ գիտեք ինչ այ հիմա եթե մենք փորձենք դուրս գալ այս օխլոսի իշխանությունից, ուրեմն պետք է մեր ընտրանին ազգի օրինակ ցույց տա ու առաջնորդի օրինակ ցույց տալն ու առաջնորդելը շատ ծանր գործ է եւ շատերը գուցե չեն հասկանում թե ինչքան ծանրությունների հետ է դա կապված որովհետեւ դա պահանջում է վեր բարձրանալ այդ ճղճի մանր ընտանեկան բարեկամական ես չգիտեմ այսինքն այն ամենակեղտոտ ու այլանդակ բաները դրսևորումները որ ունի Նիկոլ Փաշինյանը պերաշկի ուտում խորոված ուտում խոզի պես աննասունի նման կերակրվում է ու ժողովրդի երևի դուր է գալիս այդ ժողովուրդը այդպիսի միշտ առաջնորդ կարող է ունենալ ուրեմն այդ ժողովուրդը ու այդ պետությունը ոչ մի ապագա չի կարող ունենալ որովհետև դա չի կարող բարձրանալ ինչ որ մարդկանց կուլտուրայի ամենապրիմիտիվ պահանջների մակարդակին չի կարող բարձրանալ բայց նոր ընտրանին որ պետք է ձևավորվի որովհետև մենք դրա ժամանակը չենք ունեցել այս կապիտալիզմը իր վայրի կապիտալիզմը բերեց բոլոր արժեքների ոչնչացմանը որովհետև մենք դաստիարակվել ենք այդ բարձր ամենաբարձր արժեքների վրա սիրել հայրենիքը սիրել հարգել մեծին հարգել եկեղեցին հարգել վաստակ ունեցող մարդին հեղինակ ստեղծեք հեղինակություններ, որ հետո այդ հեղինակությունները կարողանան ձեզ ճանապարհ ցույց տալ։ Դուք էլ գնաք ու դուք էլ հավատ ունենաք դրանց։ Բայց հավատում եք ստացվի այս անգամ եւ գանք ավելի ռեալ բանհողի վրա ընտրություններ են։ Ինչ եք սպասում այս ընտրություններից։ Եթե համառոտ ոնց է գնահատում այս երեք ուժերի առաջ գալն ու Եթե նույնիսկ այս կարճ ժամանակում, բայց իհարկե դրա համար որպեսզի մենք հասկանանք ձևավորումը նոր ազգային էլիտան ու ինչ արժեքների վրա է ձևավորումը դա ժամանակ է պետք որպեսզի մենք կարողանանք քննենք եւ հասկանանք բայց նույնիսկ այս մի քանի օրերի ընթացքում եթե անձնազոհություն չլինի անձնազոհություն պատրաստ զոհություն գաղափարի համար պատրաստ զոհություն ազգի ու պետության համար ոչինչ չլինի այ պետք է հայ մարդը շատ ուշադիր է իր ընտանիքին իր բանին որովայնին իր ուտել խմելուն բայց բարձր արժեքներին հայ մարդը նվիրված չի մեզ այնուամենայնիվ այդպիսի մեկն է պետք ինչքան շատ այնքան լավ բայց համենայն դեպս գիտեք ինչ մեկ եթե կոմունիստների ժամանակ ժողովուրդը սովորացել էր կասեինք այն բանն է ոնց որ Գորկու գրած Դանկոն որ իր սիրտը հանեց վառեց ու ճանապարհ ցույց տվեց այդպիսի բան է պետք որովհետև սովորական քայլերով
սովորական վերաբերմունքով ու վարմունքով Այս իրավիճակից դուրս այս իրավիճակից չենք կարող։ Եթե նույնիսկ հաղթարենք ընտրությունը, այդ տեսակ հողի վրա դու չես կարող բարձր հասարակություն ստեղծել եւ բարձր էլիտա, առանց բարձր էլիտայի պետությունը գոյություն չի